Այսօր նայում էի երեխաներիս ու մի պահ մտածեցի, թե ինչ եղավ, որ այսքան արագ մեծացան։ Իրոք ոնց անցավ այս ժամանակը։ Հիշում եմ, երբ փոքրիկ էին, անընդհատ ասում էի՝ մի քիչ էլ մեծանան, ավելի հեշտ կլինի, մի քիչ էլ մեծանան, արդեն ինքնուրույն կլինեն, այ որ մի քիչ էլ մեծանան, արդեն գիշերները հանգիստ կքնեն։ Ու այդ ժամանակ ինձ թվում էր այդ օրերը դեռ շատ հեռու են, իսկապես եմ ասում։ Բայց հիմա նայում եմ իրենց ու հասկանում եմ, որ այդ մի քիչը մի ակնթարթում է անցնում։ Հիմա արդեն իրենք են իրար հետ զբաղված, իրենք են որոշում ինչ խաղան, ուր գնան, ինչ անեն։ Ես շատ հաճախ ուղղակի այնպես հենց հիմա նստած կողքից նայում եմ, ու վերջ։ Ու այդ պահին հասկանում ես, որ մենք ծնողներս անընդհատ շտապում ենք, որ մեծանան, շտապում ենք, որ ավելի հեշտ լինի, շտապում ենք, որ այս փուլն էլ անցնի, էլ ավելի կհեշտանա մեր կյանքը։ Բայց հետո գալիս է մի օր, որ կանգնում ես ու մտածում, իսկ ուր գնացին այդ տարիները։ Ուր գնացին այդ փոքրիկ ձեռքերը, որ անընդհատ իմ ձեռքերն էին բռնում։ Ուր գնաց այն ժամանակը, երբ 100 անգամ ինչ էիր ասում ինձ. մամ, մամ, մամ։ Ու գիտեք, վերջին շրջանում ես մի բան եմ փորձում փոխել իմ մեջ։ Ավելի քիչ ասել, հիմա գործ ունեմ, ավելի քիչ շտապել, ավելի շատ ուղղակի լինել իրանց հետ։ Քայլել, ծիծաղել, լսել, որովհետև գործերը միշտ լինելու են։ Միշտ զանգը կլինի, նկարահանումը կլինի, հանդիպումները կլինեն, բայց իրենց մանկությունն ամեն օր մի քիչ ավարտվում է։ Այս նախադասությունը շատ է դուրս եկել։ Իրենց մանկությունն ամեն օր մի քիչ ավարտվում է, ու մենք դա շատ հաճախ նույնիսկ չենք նկատում։ Ես շատ եմ ուզում, որ տարիներ հետո, երբ նայենք տարբեր հոլովակներ, լուսանկարներ, հիշենք, թե ինչքան լավ էինք ապրում այդ պահերը, ինչքան շատ էինք ապրում, այլ ոչ թե ինչ զբաղված էինք, որովհետև վերջում հենց այս սովորական օրերն են դառնում մեր ամենաթանկ հիշողությունները։ Չէ՞ Ալեք։ Ինչ ենք անելու, միասին պատրաստվելու ենք, որովհետև այսօր հանգստյան օր է եւ կարող ենք երեխաների հետ որևիցե միտեղ գնալ եւ միասին գնալու ենք մեր շատ սիրելի Սևանի։ Մենք ամռան ամիսներին, երբ փոքր էի, միշտ երկու շաբաթով, եթե ոչ մեկ ամսով միշտ գնում էինք այնտեղ հանգստանալու մամայի ընկերուհիների ու նրանց երեխաների հետ մեծ այսպես խմբով էինք։ Ես Սևանի հետ իմ բոլոր մանկության հուշերն են կապված այդ հանգստյան տներում, մի խոսքով միշտ գնում էինք այնտեղ։ Դրա համար հիմա մենք ամեն տարի ես էլ Իրինան էլ ինչի ենք Սևան գնում, որտեղ մաման շատ է սիրում Սևանը։ Ինչ եմ անում, պեպեններ եմ դնում։ Ինչ բան է, չէ՞, երբ մարդիկ ունենում են պեպեն, փորձում են փակել այն, կոծկել, իսկ եթե չունես, միշտ ուզում ես։ Դե հա, ուղիղ մազ ես ունենում, ուզում ես խուճուճ մազ ես ունենում, ուզում ես ուղիղացում։ Կարող է ընդհանրապես չնկարել Get Ready With Me այսօր, բայց կա մի փոքր աքսեսուար, յուրաքանչյուր անգամ ինչ-որ մի աքսեսուար, ինչ-որ մի զգեստ, որը շատ ես հավանել եւ ուզում ես անպայման համադրել այդ աքսեսուարը եւ ստանալ ամբողջական լուքը։ Սևանի տրամադրություն կտա, գլխարկի հետ էլ կսազի։ Հագնով եմ գամ։ Так, ուզու պատրաստ է։ Տարամ։ Man in town, Արմեն Գալյան։ Էնեն սիրունա գլխարկը։ Ես ձեզ չեմ կարող բացատրեմ։ Դե հիմա ասեք, ոնց կարելի է չգժվել։ Ինչ ենք հագնելու, բոթաս։ Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը և Արթուր Հովհաննիսյանը երրորդ անգամ ծնողներ կդառնան։ Հղիության լուրը մոդելը հայտնել է ինստագրամյան իր էջում ամուսնու հետ հուզիչ հոլովակ տեղադրելով։ Շատ անկանխատեսելի է այս կյանքը, բայց ամենալավ անակնկալը հենց սա էր։ Մեր ընտանիքը մեծանում է շուտով, մի փոքրիկ հրաշք պիտի գա մեր կյանք։ Ինստագրամյան իր էջում գրել է նաև տեսանյութ հրապարակել։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Լուսինեն կիսվել էր ընտանիքի, երեխաների ու աշխատանքի համատեղության ու անհրաժեշտության մասին։
Երբ աղջիկս Արիանան ծնվել էր, սոցիումի կարգադրանքն ու թելադրանքն էր, որ պետք է աշխատանքից դուրս գաս և ամբողջովին հասկանաս, թե մայրությունն ինչ է, և այդպես էլ եղավ, ես 2 տարի չէի աշխատում։ Կարծես ես ամեն ինչ ունեի, ընտանիք, սիրող ամուսին, երեխա էր ծնվել, բայց ես լիովին երջանիկ չէի, ինչ որ բաց կար։ Երբ ես դա ընկալեցի, դուրս եկա աշխատանքի, ես հասկացա, որ հիմա ես լիարժեք եմ։ Երբ երեխաները մեծանան, հաստատ դա չեն գնահատելու, չեն էլ հիշելու դրա մասին։ Իրենք պարզապես տեսնելու են ոչ լիարժեք մայրիկ։ Deep Parenting podcast-ի շրջանակներում խոսելով ծնողության ամենադժվար ու լավ կողմերի մասին, ասել է մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը։ Ես չեմ ասում, որ 24 ժամ աշխատում եմ, այդպես չէ։ Ես աշխատանքից հետո վազում եմ երեկոները նրանց հետ անցկացնելու։ Ընկերական շրջապատն է երբեմն տուժում, բայց ինչ-որ բանից պետք է հրաժարվես, նժարի վրա դնես ու հասկանաս, թե որտեղ է քեզ համար ավելի կարևոր։ Ես երեկոները ուզում եմ տուն գնալ։ Կար տարիք, որ ես երեկոյան ուզում էի դուրս գալ ընկերներիս հետ և ունեի այդ հնարավորությունը։ Միգուցե դրա համար էլ այսօր ուզում եմ գալ տուն։ Յուրաքանչյուր տարիքում պետք է կարողանաս ճիշտ օգտագործել հնարավորությունները։ Չենք մոռանում, որ ես ու ամուսինս էլ պետք է միասին ժամանակ անցկացնենք։ Շաբաթը մեկ անգամ երեկոյան պետք է դուրս գանք ընթրիքի։ Յուրաքանչյուրս պետք է կարողանանք ժամանակը ճիշտ կառավարել և անել այն, ինչ մենք ենք ուզում։ Իմ օրվա երջանիկ պահն այն է, որ երեկոյան ես ու ամուսինս գալիս ենք տուն ու մենք բոլորս ինչ-որ խաղ ենք խաղում միասին։ Երեխաներն էլ սպասում են անհամբեր, պատմել է Լուսինե Թովմասյանը։